Բայց մենք տրտնջացել ենք ինչ-որ սննդի կամ դեղերայք։ Շրջանառվում էին լուրեր, որ սնունդը տեղ չի հասնում, ուշանում է եւ այլն։ Պարոն Բալասանյանն էլ նշեց, որ կարծես հարցակար եւ լուծվել է։ Այդ հարցին ես ուշադրություն չեմ դարձնում, մենք սննդի համար չենք եկել եւ գիտակցում ենք, որ կարող է շաբաթներով էլ սոված մնալ։ Ինչպես է պատկերացնում հետագա պայքարը, հա, այսինքն Շատ գեղեցիկ։ Պարոն Մանուկյան, զենքը վայր դնելու կոչ են անում նաև ձեր ախմբի որոշ անդամների հարազատներ, որոնք շատ վատ վիճակում են։ Երբ եք պատրաստվում զենքը վայր դնել։ Հաղթանակից անմիջապես հետո։ Շարունակվում է Վիտալի Բալասանյանի հետ բանակցությունները։ Այո։ Ինչ եք բանակցում։ Նախնական։ Այդ հարցը կուղղեք իրեն։ Իսկ մինչ այս բանակցությունները ձեզ համար տվել են ցանկալի արդյունք, այսինքն այն պահանջները, որ դրվել են։ Լավ, արդեն հարցերը տալիս եք։ Նախ ձեզ ասեմ առաջինը ինչի համար ենք որոշել այստեղ։ Այս զորամասը հանցագործ ռեժիմի համար ծառայում էր որպես բութ գործիք։ Դուք տեսնում եք, թե սրանք ոնց են վերաբերվում իմ ժողովրդի, ձեզ հետ նաև շատ հաճախ լրագրողների հետ։ Բայց շատ սարսափելի ծանր էի տանում ես ինքս եւ որոշեցինք այս սատանայական հրեշտակների որջը մաքրել։ Մեկ անգամ եւս հասկացնելով, որ դուք ծառայում եք ժողովրդին եւ ոչ թե ժողովրդի դեմ։ Սա ամենալուրջ զորամասն էր, որը Երևանի մեջ ի կատար էր ածում հակաժողովրդական, էլ չասեմ, երբեմն նաև ահաբեկչական գործողություն։ Դա փայլուն կատարվեց, գրեթե փայլուն կարելի ասել, քանի որ մեզանից շատերը գիտեք, հետապնդման, վերջը մեկուսացման, ծանր պայմաններում, ամենայն դեպս ես օպերացիան գնահատում եմ բավարար, չասեմ բարձր։ Զոհի համար մենք էլ ենք ցավում, մենք էլ ենք համազարկ տվել սպային պատիվ ճանապարհել, մեծ գործերը նաև մեծ զոհեր եմ պահանջում, հուսանք, որ սա վերջինը կլինի, բայց ես այստեղից ուզում եմ իմ հորդորն ուղղել ոստիկաններին եւ ոստիկանների ծնողներին, կուզենայի ասել, որ այս երեխաները, որ կանգնած են մեր դեմ որպես մարմն ու վահան, այս բութ ռեժիմին, մեր ձեռքերը կապում են։ Գասպարյան Վովան սպառնացել էր ինձ, թե շտուրմով կվերցնեմ, գրոհով կվերցնեմ, դա իմ երազելի բանը կլներ, վերջապես ես դրան վաղուց եմ սպասել։ Ես ցույց կտայի, թե գրոհը ոնց է լինում։ Բայց մի կողմից պիտի ասեմ, որ Վովայի կողմից ովքեր որ պետք է գան գրոհի, իմ արյունն է։ Մեր ձեռքը չի գնում այդ մատղաշ երեխաների վրա ձեռք բարձրացնել։ Եթե մենք ուզում ենք ազգովի հաղթանակ, հորդորում եմ ծնողներին եւ ոստիկաններին զերծ մնալ։ Դա աշխատանք չէ, դա անեծք է։